Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Սիրելի քաղաքացիներ, համոզված եմ շատերդ այսօր եղել եք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ տեսել եք կառավարության նախաձեռնած նորոգման աշխատանքների արդյունքները 3 մույթերում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի եւ տեսել եք չնորոգված մույթերի դուրս պրծած քարերը, որոնք վախ են առաջացնում, թե այցելուների վրա կընկնեն։ Եվ հույս ունեմ հետևություններ արել եք այս ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նորոգման շուրջ էժան շոուներ կազմակերպողների վերաբերյալ։ Նրանց նպատակն այն էր, որ այս կամ նախորդ ապրիլի 24-ին փլուզվեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, առնվազն մասնակի քար ընկներ, որպեսզի իրենք իրենց 3 մանեթանոց լացուկոցը դնեին եւ շարունակեին, բայց մենք կանխեցինք դա, որովհետեւ 3 ամենավատ վիճակում գտնվող մույթերը, որոնք ունեին շտապ եւ անհետաձգելի նորոգման կարիք, մենք իրականացրեցինք այդ շտապ եւ անհետաձգելի նորոգումը եւ ինչպես տեսնում եք, ապրիլի 24-ին նույնպես նրանց կանխատեսած որևէ իրադարձություն, որի շուրջ նրանք ավանսով ողբում էին, տեղի չունեցավ։ Ավելին, 2015 թվականին Հայոց ցեղասպանության թանգարանի շենքի շահագործման պահից ի վեր թանգարանի տանիքը կաթում էր եւ այս ընթացքում մենք տանիքի առնվազն մի մեծ հատվածը ամբողջությամբ նորոգել ենք եւ բերել ենք այնպիսի տեսքի, որը պատշաճ է թանգարանին։ Եվ ես ուզում եմ հույս հայտնել, որ մեր քաղաքացիները պատերազմի եռագլուխ կուսակցության այս էժան գործելակերպից հետևություններ են արել, որովհետև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նրանց համար ոչ այլ ինչ է, քան 3 մանեթանոց լացի հարթակ։ Եվ այսօր մի ուրիշ բան եմ տեսել սոցիալական ցանցերում, ինչ որ մարդիկ էլի գոռում գոչում են եւ պատերազմի եռագլուխ կուսակցությանը պատկանող լրատվամիջոցները անխնա եւ ինչքան ջանք ունեն տարածում են, թե Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը փակված է առավոտից քաղաքացիների համար։ Սիրելի քաղաքացիներ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը 67 թվականից երբ որ բացվել է, արարողակարգային միջոցառումների պահին մի կես ժամ, 40 րոպե, մի ժամ, թե ժամ ու կես, ես դա կոնկրետ չեմ կարող ասել, փակվում է արարողակարգային միջոցառումների համար, որովհետև հատուկ արարողակարգով ծաղկեդրում պետք է տեղի ունենա, պետք է հնչի Հայաստանի Հանրապետության օրհներգը եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ եթե այդ արարողակարգային միջոցառումները տեղի չունենան, դա եւս մեկ լրացուցիչ աղմուկի պատճառ կդառնա, թե ահա Հայաստանի կառավարությունը եւ պետական իշխանության մարմինները հրաժարվում են իրականացնել այդ արարողակարգային միջոցառումները եւ հետեւաբար արդեն 67 թվականից անընդհատ ամեն տարի տեղի ունեցող այս իրավիճակի վերաբերյալ լացուկոց դնողների դիրքորոշումը եւ մոտիվացիաները առնվազն նույնպես հասկանալի են։ Նրանք պարզապես դեմ են պետությանը։ Պետությունը ունի արարողակարգեր, պետությունը ունի պարտավորություններ, պետությունը ունի ընթացակարգեր եւ Հայաստանի Հանրապետությունը այսօր ամենաբարձր մակարդակով, ինչպես երեկ, ինչպես նախորդ ողջ շրջանում, պետք է հարգանքի տուրք մատուցի Հայոց ցեղասպանության մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Եվ ես ուզում եմ մենք բոլորս հետևություններ անենք
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում 3 մանեթանոց լաց դնողների գործելակերպից, որոնք սնվում են, որոնք ներշնչվում են պատերազմի եռագլուխ կուսակցության կողմից։